Գյումրիում օդի մեջ փոշի պարունակությունը Հայաստանում ամենաբարձրերից մեկն է արդեն մի քանի տասնամյակ։ Դրա պատճառները տարբեր են։ Մեկը այսպիսի ավերակների գոյությունն է մինչև հիմա, որոնք չեն մաքրվել։ Պատճառներից մյուսը կանաչ տարածքների ոչնչացումն ու նվազեցումն է եղել, ռոռոկման համակարգի բացակայությունը, ինչպես նաև շինարարության նորմերի խախտումները։ Այս խնդիրները իշխանության գալու դեպքում Եվրադաշինքը լուծելու է առանց մեծ դժվարությունների, սա կարելի էր անել ավելի վաղ։ Սիրելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին մասնակցեք Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին և քվեարկեք Եվրադաշինքի օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն և հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Իմ հարցը երևի կրկնություն է նախորդ մեր հանդիպումից նույնպես։ Ուզում եի իմանալ այս ընթացքում հաշվի առնելով, որ արդեն 3 շաբաթ է անցել մեր վերջի քննարկումից հետո, արդյոք կա որևէ պաշտոնական արձագանք ԵՄ-ի գործադիր մարմիններից այս նախաձեռնության հետ կապված։ Նշեմ նաև, որ եթե չեմ սխալվում, անցած շաբաթ տեղի էր ունեցել մեր և ԵՄ-ի հանձնաժողովի նիստ, որը վարում էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հա, ամեն դեպքում այս պայծրությամբ դա միակ, եթե ճիշտ եմ հասկանում, գործող entity-ն է պաշտոնապես Հայաստանի և Եվրամիության միջև և որևէ հաղորդագրության մեջ այդ հանդիպումներից հնչած ոչ հայկական, ոչ ԵՄ-ի ներկայացուցիչների ես անդրադարձ չեմ տեսել այս օրենքի նախագծին, անկեղծ ասած։ Այդ իսկ պատճառով կուզենայի իմանալ կամ եթե պարոն Զեյնալյանը չգիտի, պարոն Հովհաննիսյանը, արդյոք կա այնուամենայնիվ պաշտոնական դիրքորոշում Եվրամիության գործադիր իշխանության կողմից այս օրենքի նախագծի հետ կապված։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Ինչպես նշեցի վերջին նիստում, պաշտոնական արձագանքը միայն Հայաստան Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի ընդունված փաստաթղթերում էր, որոշումներում, ձեր նշված միջոցառումը Հայաստանի փորձագետների համար էր, կար հրավիրված մեկ փորձագետ Եվրամիությունից և նպատակը ոլորտային հարցերին էր ուղղված ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիայի և այլ շրջանակներում, Բրյուսելում սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը և ապա պետք է ակնկալել արձագանքեր։ Արձագանք պարոն Գևորգյան։ Այնուամենայնիվ արձագանքի ենք անգամ եթե մասնագիտական մակարդակով քննարկում է լինում և օրակարգում այսօր կա նմանատիպ հարց, այսինքն դրան անդրադարձ չի եղել ընդհանրապես, թե չի կարևորվել այս նախաձեռնությունը ընդհանրապես, և երկրորդը կուզենայի իմանալ ինչ է նշանակում ըստ երևույթի սպասում են։ Դա տեղեկություն է, թե դուք ենթադրում եք։ Չէ, ենթադրում, ինչպես դա ընդունված է, սպասում են օրենքի ընդունմանը, ես ինքս այդ միջոցառմանը չեմ մասնակցել, չեմ կարող ասել հնչել են թե ոչ կարծիքներ, վերջնական փաստաթուղթ այդտեղ չի ընդունվել, քանի որ փորձագիտական քննարկում է եղել, եւ պաշտոնական դիրքորոշումը, ինչպես հայտնել էին եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, պաշտոնապես, որ սպասում են օրենքի ընդունմանը։ Այսինքն նմանատիպ պաշտոնական արձագանք է եղել։ Այո, այդ եղել էր դեռևս օրենքի առաջի ընթերցումից հետո պաշտոնական ներկայացուցիչը եվրոպական արտաքին գործողությունների ծառայության այդպիսի հայտարարություն արել, որ ի գիտություն են ընդունում օրենքի քննարկումը եւ հանդես կգան համապատասխան հայտարարություններով։ Իսկ նախորդ քննարկման ժամանակ մենք չգիտենք դրա մասին։ Ես կարծեմ նշել էի կամ ոչ, բայց դա ուղղակի ոչ արձագանք էր այլ գիտություն ընդունելու մասին հայտարարություն։ Ես պարզապես քանի որ գիտեմ նաև Եվրամիության աշխատանքի ոճը, աշխատալաձևը եւ այլն, ըստ էության իրանք երբեք չեն սպասում երկրորդ կամ երրորդ ընթերցումներին, այլ եթե կա քաղաքական որոշում, իրանք այդ քաղաքական որոշումի սկզբանե ինչ որ ձևով կամ ողջունում են կամ
ընթառաջում են կամ դրական են արձագանքում կամ չեն արձագանքում, ինչևից է։ Ես ճիշտ հասկացա, որ նախաբանը փոխվել է եւ հիմա կոնկրետ նպատակներն են նշվում այս օրենքի։ Չէ, նախորդում նախաբանը։ Նախորդում էլ է նշվում կոնկրետ նպատակները, ձևակերպումն է փոխվել։ Նախորդում Օրինակ տարբերություն նախորդի հետ կապված, որովհետեւ ես չունեմ փաստաթղթի նախագիծ։ Հեսա մի քանի րոպեից խնդրեմ նախորդի օրինակը կուղարկեք ինձ։